Որտեղ հայտնվում է Անժելա Մենդոզան, իրավիճակը լրջանում է։ Նա վտարում է մարդկանց բնակարաններից, վերադարձնելով դրանք օրինական տերերին։ Նրա թիմում ուժեղ տղամարդիկ են պատրաստ ընդհարումներին։ Ամենավատ սցենարն արյունահեղությունն է։ Իսպանիայում բնակարանային մեծ ճգնաժամ է։ Շատ վարձակալներ ապրում են փողոցում հայտնվելու մշտական վախի մեջ։ Ես ոչինչ չունեմ։ Ես կործանված եմ։ Անժելան գործում է բևեռացած միջավայրում։ Ոմանց համար նա տուժած սեփականատերերի վերջին հույսն է, իսկ մյուսների համար սառնասիրտ տանտերերի գործիք։ Նրանք սպառնացել են, որ կսպանեն որդուս։ Մենք ուզում ենք ավելին իմանալ, ինչպես եք ձեզ զգում աշխատելով մի ընկերությունում, որը վտարում է մարդկանց տներից, ինչ մեթոդ են նրանք օգտագործում, որտեղ է ավարտվում օրինական ճնշումը և սկսվում անօրինական սպառնալիքը։ Անժելայի և նրա թիմի համար հերթական օրն է բացվում։ Առավոտները սովորաբար սկսվում են Գրանադայից, Անդալուզիայից։ Նրանք վտարում են ապօրինի բնակիչներին և չվճարող վարձակալներին ամբողջ երկրով մեկ։ Այսօր նրանք մեկնում են փոքր ափամերձ Կաստել դե Ֆերո։ Ունենք մի վարձակալ, որն ամիսներով չի վճարել բնակարանի վարձը։ Նա այնտեղ ապրել է մի տարեց կնոջ հետ, վերջինս այժմ տեղափոխվել է և նրան մեղադրում է բռնության մեջ։ Այս պահին այդ տղամարդն այնտեղ մենակ է ապրում։ Այսինքն իրավիճակը կարող է հանգեցնել բախման։ Իհարկե, այս տղաները դրա համար են գալիս։ Ամենասարսափելին որն է, որ կարող է տեղի ունենալ։ Ամենավատ սցենարն արյունահեղությունն է։ Վերջնական ստուգումներ, կարճ զրույց և գործողությունը սկսվում է։ Նախ դրան զանգն են տալիս։ Ոչ ոք չի պատասխանում։ Անժելայի մարդկանցից մի քանիսը փորձում են ներս մտնել հետևի աստիճաններով։ Դուք ներսում եք։ Նրանք բնակարանի դռան մոտ են։ Ներսից ձայներ են լսվում։ Անժելան հրահանգում է առայժմ ոչինչ չձեռնարկել։ Վարձից ենթադրյալ խուսափողը բացում է դուռը։ Անժելայի թիմի մարդիկ դռան մոտ են։ Նրանք շրջապատում են տղամարդուն և նրանցից մեկի ձեռքում պլաստմասե ձեռնշղթաներ են։ Հակառակ սպասումներին տղամարդը թվում է հանգիստ և կարծես ըմբռնումով է մոտենում իրավիճակին։ Այո, ճիշտ եք, ես չեմ վճարել վերջին 3 ամսվա վարձը։ Տղամարդը ստորագրում է համաձայնագիրը խոստանալով տեղափոխվել 3 շաբաթվա ընթացքում։ Անժելայի թիմի համար սա կատարյալ հաջողություն է։ Ի պատասխան Անժելան խոստանում է նրան օգնել նոր բնակարան գտնելու հարցում։ Պայմանագրում նա խոստովանում է, որ վստահելի վարձակալ չէ, բայց նաև ասում է, ճիշտ չէ, թե ինքն ի վիճակի չէր անելու դա։ Անժելան ժխտում է, իր թիմը չի ահաբեկում մարդկանց, ասում է բոլորը հետևում են օրենքին։ Այս տղան հիմար չէր, ինքը պատմեց, թե վախենում էր, որ կգա ինչ-որ մեկը և ուժով դուրս կշպրտի իրեն։ Նաև ասաց, որ կան այլ ընկերություններ, որոնք վարվում են հենց այդպես։ Ամեն մեկն աշխատում է այնպես, ինչպես կարող է։ Մենք փորձում ենք ազդել հոգեբանորեն, ստեղծել համագործակցային սոցիալական մթնոլորտ։ Երկու փողոց այն կողմ Անժելան հանդիպում է իր հաճախորդներին տարեց զույգի։ Նրանք բնակարանը գնել էին իրենց երեխաների համար։ Նա ստորագրեց։ Կատակում եք, սա լավագույն լուրն է, որ կարող էիք ինձ հաղորդել։ Մտքովս անգամ չէր անցնի, որ ամեն ինչ այսքան լավ կընթանա։ Սա մեր աշխատանքն է։ Դուք ձեր բնակարանը հետ կստանաք 21 օրից։ Անչափ շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեզ, որ վստահեցիք մեզ, հավատալով մեր գործին։ Զույգը ցանկացավ անանուն մնալ։ Նրանք ասացին, որ Անժելային դիմել էին հուսահատ։
Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է թույլ տալ, որ ինչ-որ մեկն ապրի իր տանը առանց վարձավճարի եւ միաժամանակ էլ վճարի նրա բոլոր կոմունալ ծախսերը։ Մենք պարզապես չենք կարող նման բան մեզ թույլ տալ։ Իսպանիայում անշարժ գույքի շուկան գտնվում է ծայրահեղ ճնշման տակ։ Բնակարանների զավթումները գնալով շատանում են։ Միայն 2024-ին 16000 դեպք է գրանցվել։ Դատարանները գերծանրաբեռնված են։ Միայն Անդալուսիայում քննվում է շուրջ 1 միլիոն գործ։ Տարիներ են պահանջվում, մինչև որ դատավորը վտարման իրավունք է տալիս ոստիկաններին, եւ զարմանալի չէ, որ Անժելայի բիզնեսը ծաղկում է։ Մենք շրջում ենք Գրանադայով, նա մեզ ցույց է տալիս այն շենքերը, որոնք իր ընկերությունը ազատել է վերջին ամիսների ընթացքում։ Անժելայի խոսքով շատ հաճախ իրեն գործ են ունենում խնդիրներ ունեցող վարձակալների հետ։ Լինում են նաև դեպքեր, երբ գույքը օգտագործվում է հանցավոր գործունեության համար։ Ահա այս տան համար ինձ ասացին գիտեն թե որտեղ եմ ապրում, որ կգան որդուս հետևից եւ կսպանեն նրան, հետո ինձ կսպանեն։ Ապշելու է թե որքան շատ բան գիտեն նրանք իմ անձնական կյանքի մասին։ Ուղղակի պետք է սովորել ապրել վտանգի հետ։ Արդյոք մարդկանց վտարող ընկերությունները զոհեր են։ Այստեղ ոմանք այլ կերպ են ընկալում։ Մարիան անունը փոխված է, որը եւս շուտով կարող է կորցնել իր բնակարանը, իր հարևանների հետ պայքարում է հարկադիր վտարումների դեմ։ Ես ոչինչ չունեմ, լիովին ուրասպառ եմ, ես իսկապես վախեցած եմ։ Վերջերս կրծքագեղձս վիրահատել են։ Հարևաններիս օգնության շնորհիվ է միայն, որ մինչև հիմա չեմ հանձնվել։ Մարիան ասում է, որ միշտ ժամանակին վճարել է տան վարձը, բայց հիմա տեղական իշխանությունները նախատեսում են քանդել շենքը, ժամանակակից բարձրահարկ շենք կառուցելու նպատակով։ Իսկ նման բնակարանները մատչելի չեն։ Մեր թաղամասում միշտ ապրել են աշխատավոր մարդիկ, այն հեռու է կենտրոնից, մարդիկ այստեղ զբոսաշրջիկի երես չեն տեսել։ Հիմա կենտրոնը լի է զբոսաշրջիկների համար նախատեսված բնակարաններով, որոնք անընդհատ շատանում են, իսկ հիմա աշխատավոր մարդկանց վռնդում են այստեղից։ Ես նրանց ասել եմ, եթե մատչելի բնակարաններ լինեին, զավթման խնդիր գոյություն չէր ունենա։ Իսպանիայում զբոսաշրջությունը կտրուկ աճել է եւ շատ սեփականատերեր բնակարանները նախընտրում են տալ զբոսաշրջիկների եւ ոչ թե տեղացիների։ 2021 թվականից զբոսաշրջային կացարանների թիվը կրկնակի աճել է։ Արաքշահույթը չափազանց գայթակղիչ է։ Սովորաբար Անժելան արթնանում է առավոտյան ժամը 6-ին։ Նա զբաղվում է բռնցքամարտով եւ շաբաթը 4 օր մարզվում է, աշխատանքի մեջ պիտանի մնալու համար։ Անժելային իսկապես զայրացնում են մեղադրանքները, թե իբր ինքն օգնում է ագահ տանտերերին վտարել աղքատներին։ Նման մեկնաբանությունները շատ են բարկացնում ինձ։ Շատերը պատկերացում չունեն ինչ է կատարվում։ Նրանք միշտ տեսնում են իրականության միայն մի փոքր մասը։ Յուրաքանչյուրն ուզում է տեսնել միայն իր մասնիկը։ Անժելայի հետ մեկնում ենք հերթական գործողության, այս անգամ տան անօրինական զավթման դեպքով, որտեղ ենթավարձակալը ըստ հաղորդումների փորձել է տանտիրոջը դուրս հանել։ Նա տարեց մարդ է, կարող է լինել իմ պապը, բարի սիրտ ունի, դրա համար էլ խաբվել է։ Նման իրավիճակներում մեր աշխատանքը շատ կարևոր է։ Երբ կարող ես մեկին վերադարձնել այն, ինչ ունենալու համար նա պայքարել է ամբողջ կյանքում։ Վերջերս Անժելայի թիմը օգնել է մի թոշակառուի վտարել վարձակալին։ Հիմա էլ նրա տունն են կողոպտել։ ¿Han entrado por aquí, por este lado? Han entrado desde allí. Անժելան կասկածում է, որ տունը թիրախավորվել է հանցավոր խմբի կողմից։ Նրա թիմը փոխում է կողպեքները եւ քննարկում թե ինչ անել։ Ի վերջո նրանք ընտրում են գործնական լուծումը՝ օգնել նրան վաճառել իր տունը եւ գտնել նոր բնակարան, որտեղ նա իրեն անվտանգ կզգա։ Անկախ նրանից իրավաբաններ են, բնակիչներ, թե ինքնակամ ներխուժացներ, բոլոր կողմերը կարծես մի հարցում համակարծիք են։ Իսպանիայի կառավարությունը չափազանց երկար ժամանակ չի կարողացել մարդկանց ապահովել մատչելի բնակարաններով։ Գույքի ավելի քան 90%-ը
մասնավոր սեփականություն է, իսկ պետականորեն սուբսիդավորվող բնակարանները չափազանց հազվադեպ են հանդիպում։ Սակայն իրավիճակը դանդաղորեն փոխվում է։ Գրանադայից մոտ 1 ժամ հեռավորության վրա Մալագայի ծայրամասում իրականացվում է հսկայական շինարարական նախագիծ։ Կառուցվում է ավելի քան 7000 սոցիալական բնակարան։ Խոսե Մարիա Լոպես Սերեսոն պատասխանատու գործակալության ղեկավար է, եւ նրա կարծիքով դա մի տեսակ քաղաքաշինական մրցավազք է։ Después de la crisis inmobiliaria se produjo durante la segunda década de este siglo 2010-ականների անշարժ գույքի ճգնաժամից հետո բնակարանաշինությունը փաստացի կանգ առավ, այժմ մեծ շտապ անհրաժեշտ են նոր բնակարաններ, հատկապես երիտասարդների համար մատչելի գներով։ para fundamentalmente la gente joven y por tanto vivienda con un precio limitado. Սակայն կառուցապատողները չեն շտապում արդարացնել սպասումները։ Շրջադարձ երկար ժամանակ կպահանջի, որովհետև նման նախագծեր կարող են տասնամյակներ տևել, սկզբնական փուլերից մինչև այն պահը, երբ վարձակալները կկարողանան տեղափոխվել։ Եվրոպայում բյուրոկրատիան ամենուր է, փորձագիտական եզրակացություններ, որովհետև տարածքը գետի հարևանությամբ է, հաշվետվություններ, որովհետև ափամերձ է, որովհետև գերեզմանոցի մերձակայքում է, անվերջ թղթաբանություն եւ շատ բյուրոկրատիա։ Բյուրոկրատիայի այս արատավոր շղթան դանդաղեցնում է շինարարությունը եւ սրում վարձակալական վեճերը։ Դատարաններն էլ չեն հասցնում գործերի հոսքին։ Ինչ վերաբերում է Անժելային, նա հազիվ է հասցնում նոր պատվերներ ընդունել։ Կարծում է, որ խնդիրը մոտ ապագայում չի լուծվի։ Անկեղծ ասած, ես որևէ պարզ լուծում չեմ տեսնում, հակառակ դեպքում կառավարությունը վաղուց լուծած կլիներ։ Ես նրանց ամեն ինչի համար չեմ մեղադրում։ Վերջի վերջո այդ բնակարանային պայքարի մեջ ներգրավված բոլոր կողմերն էլ ինչ-որ չափով իրավացի են։ Լավ մարդիկ լիովին լավը չեն, եւ վատերը ամբողջովին վատը չեն։ Անժելան եւ նրա թիմը կշարունակեն արձագանքել բնակարանային վեճերին։ Իսկ բազում վարձակալներ ապրել վախով, որ չեն կարողանա գտնել մատչելի տներ։